Ինի որդու կրտսեր, հա, նրա տվյալներն եմ դիտարկել, նա ծնվել է սեպտեմբերի 8-ին 1969 թվական, ինչն է կարևոր, որ նա ծնվել է բարձրացող հանգույցը ձկների կենդանակերպում, այսինքն նրա կարմիկ ծրագրում առկա է այն փաստը, որ նա իր կյանքում պետք է դավանի կրոնին, կապ չունի թե որ կրոնն է բարձրացող հանգույցը ձկներում, եւ նա հոգեվոր առաջնորդ լինելու մեծ նախադրյալներ ունի, եւ այդ ամենը կրոնի մերձենալու, այդ կրոնական անցուդարձին խառնվելու, հենց այդ փիլիսոփայությունը կրելու եւ նաեւ ներկայացնելու ամենակարևոր ժամանակահատվածներից մեկն է, դա կարող է լինել 18-19 տարեկան շրջափուլում, նաեւ 37-38 եւ հաջորդը 56-57 տարեկան շրջափուլերում, եւ այս խավարումները հենց լուսնային խավարումը մարտի 3-ին դա ճակատագրական եղավ։ Ասեմ մի կարևոր փաստ, որ նրա քարտեզում Մարսը գտնվում է աղեղնավորի կենդանակերպում, իսկ Մարսը կոնֆլիկտի մոլորակն է, այն լիերավ բացասական դիրքեր ունի արևի հետ, նա կոնֆլիկտային բնավորություն ունի եւ նաեւ այդ ամենի վրա ազդելու է վերջին այս ժամանակահատվածի իրադարձությունները, ասում են, որ նա կորցրել է եւ հորը, եւ մորը, եւ կնոջը, ասեմ ձեզ, որ նա անզիջում է լինելու միջպետական, միջազգային այդ հարթակում Մարսը աղեղնավորում, արև, Պլուտոն, այդ արևը մոտենում է Պլուտոնին, ստելիում եւ իջնող հանգույցի հետ։ Նա եկել է, նա վերջին այս կառավարման ժամանակահատվածում բավականին կոշտ եւ կոպիտ քաղաքականություն է վարելու, անզիջում է լինելու, նույնիսկ դաժան է լինելու, որտեղ Մարս Պլուտոն քառակուսի կա, երևի թե կյանքը տիեզերքը պատրաստել էր այս փորձությունը նրա համար, որ հետագայում նա պետք է գնա հավիտենական կյանք բարձրացող հանգույցը ձկներում։ Մի կարևոր հանգամանք, որ Սև Լուսինը նրա քարտեզում խեցգետնում էր, դա հենց տալիս է իրենց խեցգետինը հայրենիք, օջախ, ընտանիք, գենետիկական այդ բոլոր գծերը, կարմիկ այդ իրավիճակները Սև Լուսինը խեցգետնում եւ ահա իր ընտանիքի հետ կատարված ամբողջական այդ ողբերգությունը, նաեւ կարևոր փաստ Լուսինը Վեներան առուծում, նա թագաժառանգ է, սիրելի, երևի մայրը նրան շատ է սիրել, բայց Լուսին Սատուրն քառակուսի բավականին հաշվ է նկատ, պատկերացնեք թագաժառանգ, որը իր կյանքի ինչ-որ փուլում 37-38 կամ 56-57 տարեկան այդ շրջափուլում նա կարող է դառնալ հոգևոր առաջնորդ, բայց դա խանգարում է Իրանի քարտեզին, որտեղ Իրանի քարտեզում իջնող հանգույցն է գտնվում ձկների կենդանակերպում, բազմիցս նշել եմ, որ Իրանը այս քարտեզը